Քաղաքացիները ապրիլի 15-ից հետո Հայաստանի Հանրապետության երկրորդ սերնդի թղթադրամները կարող են անվճար փոխանակել բանկերում և կենտրոնական բանկում։ Ներկայում երկրորդ սերնդի թղթադրամների հիմնական զանգվածն ունի բարձր ֆիզիկական մաշվածություն։ Շրջանառության մեջ գտնվող 1000, 5000, 10000 և 20000 դրամ անվանական արժեքով թղթադրամների զանգվածի հիմնական մասը կազմում են երրորդ սերնդի թղթադրամները։ Վերջին օրերին Հայաստանում կրկին նկատվում է WhatsApp հավելվածի օգտահաշիվների զանգվածային գողություն, որի դեպքում հանցագործներին անհրաժեշտ չէ, որ օգտատերը սեղմի որևէ կասկածելի հղման կամ փոխանցի SMS-ով ստացված կոդը։ Կիբերոստիկանության փոխանցմամբ միակ և ամենաարդյունավետ պաշտպանական միջոցը WhatsApp-ում երկփուլանի անվտանգության միացումն է։ Նույնիսկ եթե հանցագործին հաջողվի մուտք գործել հաշիվ, այն չի կարող օգտագործվել առանց օգտատիրոջ սահմանած PIN կոդի։ 2025 թվականի դեկտեմբերի ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ արձանագրվել են 509 հարկ վճարողի մոտ։ Տուգանքների ընդհանուր չափը կազմել է 197 միլիոն դրամ։ Վարձու աշխատողների չձևակերպման դեպքեր էլ արձանագրվել են 72 հարկ վճարողի մոտ։ Տուգանքների ընդհանուր չափը 74 միլիոն դրամ։ Տվյալները փոխանցում էին պետական եկամուտների կոմիտեից։ Հայաստանում կփոխվի կրթաթոշակների տրամադրման համակարգը։ Շեշտը կդրվի առաջադիմության և թիրախային աջակցության վրա։ Պետական կրթաթոշակների տեսակները, տրամադրման չափանիշները և թիրախային խմբերը սահմանվելու են կառավարության որոշմամբ։ Նոր մոտեցմամբ կրթաթոշակները կարող են տրամադրվել թե ընդունելության արդյունքների, թե ուսումնառության ընթացքում ցուցաբերած առաջադիմության, ձեռքբերումների կամ նպատակային ուսուցման հիմքով։ Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը վերջին մեկ տարվա ընթացքում աճել է 2.5 տրիլիոն դոլարով, հասնելով պատմական ռեկորդային 18.3 տրիլիոն դոլար։ Աշխարհի ամենահարուստ մարդը Իլոն Մասկը ընդամենը 4 վայրկյանում վաստակում է այնքան, որքան համաշխարհային միջին տարեկան եկամուտն է։ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է տեղեկությունը, ըստ որի Ֆրանսիան չի ընդունելու խաղաղության խորհրդին միանալու հրավերը։ Միացյալ Նահանգների նախագահը կտրուկ է արձագանքել Փարիզի դիրքորոշմանը, հայտարարելով, որ Միացյալ Նահանգները կարող է 200% մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական գինու և շամպայնի նկատմամբ։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Էմանուել Մակրոնը այսպես թե այնպես շուտով կհեռանա նախագահի պաշտոնից։ Մեծ Բրիտանիայում աշխատատեղերի թիվը դեկտեմբերին նվազել է 43,000-ով, գրանցելով ամենաարագ կրճատումը 2020 թվականից ի վեր։ Միևնույն ժամանակ բրիտանացիների աշխատավարձերը առանց բոնուսների հաշվառման սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին աճել են 4.5%-ով։ Համաշխարհային զբոսաշրջությունը 2025 թվականն ավարտել է որպես իր պատմության մեջ լավագույն տարի, ունենալով 10 տրիլիոն եվրո ընդհանուր ներդրում։ Սա կազմում է համաշխարհային տնտեսության 10.3%-ը։ 2025 թվականի ընթացքում ավելի քան 1.5 միլիարդ մարդ ճանապարհորդել է արտերկիր։ Օրական գրանցվել է միջինը 219,000 միջազգային ժամանում։ Նախորդ տարեվերջին պարզ դարձավ, Հայաստանում, մանավանդ Երևանում օդը աղտոտված է, վատ օդ ենք շնչում։ Առողջապահության ոլորտի փորձագետներն ահազանգեցին, օդի նման որակը հանգեցնելու է լուրջ հիվանդացությունների, ընդհուպ մինչև մահվան դեպքերի։ Զուգահեռ կողմում էլ պետական մակարդակով իրենց մոտեցումն ունեն թեմայի վերաբերյալ։ Ընդհանուր իրավիճակը ես գնահատում եմ բավարար, ոչ վատ, որովհետեւ ինչի եմ ես այսպես գնահատում, նախ որպեսզի մենք հասկանանք արդյոք մթնոլորտային օդը իրականում Երևանում աղտոտվածության բարձր մակարդակ ունի, մենք պետք է ստուգաչափված տվյալներ ունենանք։ Այսինքն համապատասխան ստուգաչափված եւ ճշգրիտ սարքավորումներ, չափագրումներ իրականացնենք եւ ընդհանուր ֆոնը պարզ լինի մեր համար։ Օրինակ տեսչական մարմինը իր վերահսկողության մեջ ընթացքում օգտագործում է ստուգաչափված PM2.5 եւ PM10 միկրոմասնիկներ չափող սարքեր, մենք ունենք այդ սարքավորումները։
Երևան քաղաքում 225 չափագրում է իրականացվել, նորմայից 5 անգամ գերազանցում գրանցվել է 5 դեպքով, մինչև 5 անգամ գերազանցում 25 դեպքով, մնացած դեպքերով գերազանցումներ չեն արձանագրվել, այսինքն ըստ պաշտոնական վիճակագրության բարձր աղտոտվածության խնդիր չկա։ Բարձր աղտոտվածության խնդիր չունենք մենք, իսկ այն տվյալները, որ ժամանակ առ ժամանակ տարբեր կայքերով հրապարակվում են, այդ տվյալները վերցվում են այնպիսի սարքերից, որոնց ճշգրտությունը մինչև 60-70% կարող է սխալմունք ունենալ իր մեջ։ Ինչպես գիտեք, նաև 25 թվականին ընդունվեց մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ ռազմավարությունը, շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրեց եւ կառավարությունը տնեց, որտեղ մի շարք միջոցառումներ են նախատեսված եւ առաջի միջոցառումը, որը որ իրականացվում է, դա ճշգրիտ տվյալների ստացման տեխնիկական հնարավորությունը ստեղծելն է Երևան քաղաքում։ Մյուս կողմից էլ էկոակտիվիստներն ահազանգում են անտառաշատ տարածքներում լայնածավալ անտառահատումների մասին։ Մարդկային նման գործոնը եւս նպաստում է օդի աղտոտմանը։ 90-ական թվականներից սկսած բազմաթիվ Երևանում կանաչ տարածքներ են հատվել, այն ժամանակ ովքեր որ կհիշեն Նոր Նորքում, Մալաթիայում, բավականին շատ կանաչ տարածքներ կան, վերջի 2-3 տարվա ընթացքում մեր Երևան համայնքը, քաղաքապետարանը շատ ակտիվ է առումով միջոցառումներ է իրականացնում, նոր անտառներ են, ծառատունկներ են իրականացնում, ընդ որում ինստիտուցիոնալ ծառատունկներ են իրականացնում, ինչի նկատի ունեմ, այսինքն ոռոգման համակարգ է ստեղծվում եւ նոր է ծառատունկ արվում եւ այդ ծառները ջրվում են, ինչը ամենաճիշտ տարբերակն է։ Նախորդ տարի մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ արձանագրվել է իրավախախտման 617 դեպք, 2024-ի 397 դեպքի դիմաց։ Տուգանքի չափը կազմել է գրեթե 24 միլիոն դրամ, վնասը շուրջ 160 միլիոն դրամ։ Նախորդ տարի Հայաստանից Վրաստան կատարվել է գրեթե 1 միլիոն այց։ Այս ցուցանիշով մեր երկիրը Վրաստան այցելությունների թվով թոփ երկրների եռյակում է։ Ընդհանուր առմամբ ներառյալ ոչ զբոսաշրջային նպատակը տարվա ընթացքում օտարերկրացիները Վրաստան են կատարել ավելի քան 7-8 միլիոն այց։